Արժեր 16 ժամ թռչել օդանավով, եւս 5 ժամ ճամփորդել ավտոբուսով, հասնել Ֆրեզնո, այս մի քանի րոպեի համար։ Ֆրեզնոյի Մասիս Արարատ հայկական գերեզմանատունը այն վերջին հողակտորն է, որ բաժին հասավ իր ծննդավայր Էրզրումը կորցրած եւ համայն հայության անունից Եղեռնի վրեժը իր կարելիության չափով լուծած Սողոմոն Թեհլերյանին։ Թեհլերյանը 14 թվականին Եվրոպայում ուսումը եւ բիզնեսը կիսատ թողեց ու վերադարձավ հայրենիք կռվելու Անդրանիկի կողքին։ Նա եկավ, որովհետև չէր կարող չգալ, որովհետև իսկական տղամարդ էր։ Իսկ հայրենիքը պահում են իսկական տղամարդիկ, զենքը ձեռքին։ Պարզապես հաճախ ներքին եւ արտաքին դավերը կուսակցական գործիչների քաղաքական առևտուրը թշնամու կամ կասկածելի դաշնակցի հետ ավելի զորավոր են լինում, քան իսկական տղամարդիկ, զենքը ձեռքին։ Ֆրեզնոյի հայկական գերեզմանատան միակ բարձր հուշարձանը Թեհլերյանի շիրմին է կանգնեցված։ Ամենից բարձրն է, բայց միևնույն է արծիվները Հայաստանը չեն տեսնում։ Թեհլերյանի հիշատակը ամերիկահայ համայնքի համար ավելի ու ավելի տարտամ է դառնում։ Թեհլերյանի գործողության արժեքը գնահատողները կամաց հեռանում են կյանքից, չկարողանալով իրենց զավակների մեջ կենթանի պահել Հայաստանի, նաև նրա հերոսների հիշողությունը։ Ամերիկահայ 4-րդ սերունդը դատապարտել է իրեն ինքնության կորստի, եւ հիմա ոչ ոք չի կարող օգնել նրանց Հայաստանի Հանրապետությունից բացի։ Դա միանշանակ։ Ինչևէ, ես այցելության եմ եկել Սողոմոն Թեհլերյանին, եկել եմ շտապելով, րոպե առաջ խոնարհվելու նրա շիրմին։ Այս հողաթումբը ամփոփում է իմ հերոսի աճյունը, իսկ պատմությունը նրա անունը, իբրև արդարության մարտիկի։ Առաջին անգամ դատարանը եւ մարդկային խիղճը արդարացրեց վրիժառությունը իրականացված Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալյաթի դեմ 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում։ Այստեղ Մասիս Արարատ գերեզմանատանը ես ինձ լավ զգացի։ Հետո անդրադարձա, որ դա աննորմալություն է։ Աննորմալություն է լավ զգալ գերեզմանատանը։ Պատճառն այն է, որ փաստորեն այս երկրում ոչինչ բացի անցյալից չկա հայերի համար։ Գերեզմանատունը շուտով կդառնա հայության ներկայության գրեթե միակ վկան Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, եւ ոչ այն պատճառով, որ այստեղ հայեր չկան, այլ այն պատճառով, որ նրանց հիշողությունը անտանելի վատանում է։ Միշտ հետաքրքիր է իմանալ, թե ինչ է թաքնված հերոսի սրտում քաջությունից բացի։ Հայրենիքի նկատմամբ անանձնական նվիրում ունենալուց բացի ուրիշ ինչ նվիրումներ ունի։ Պատասխաններ գտնելու համար ես երկու հասցե առանձնացրեցի, մեկը Ֆրեզնոյում, մյուսը Հոլիվուդում, Լոս Անջելես։ Ծագումով մշեցի ծնունդով ֆրեզնոցի Ռիչարդ Դարմանյան։ Այս ծերուկը հուսամ ինձ կօգնի գտնել որոշ հարցերի պատասխանները, քանի որ ճանաչել է Թեհլերյանին։ Ինչ մարդ էր Սողոմոնը։ Հանդարտ, բայց երբ որ Թալաթի վերաբերյալ հարցնենք, շատ այսօրեկություն մեկ գոմ գտնել այդ հարցումները։ Ես արդեն ծեր եմ 78 տարեկան, հիշողությունս վատ է, բայց Սողոմոնի բարությունն ու ազնվությունը անմոռանալի են։ Հիշում եմ նրա թաղումը 1960-ին։ Հոգեհանգստյան արարողությունը Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն մայր տաճարում էր։ Ինչ էր կատարվում այդ օրը։ Եկեղեցին փողոցը լեփլեցուն էին։ Մարդիկ խորին երախտագիտությամբ էին լցված Սողոմոնի հանդեպ եւ մեծ ցավով ճանապարհեցին նրան վերջին հանգրվան։ Մինչև հիմա էլ ապրիլի 24-ին մենք հավաքվում ենք նրա շիրմի մոտ եւ ամեն տարի զգում ենք, թե ինչպես են նոսրանում մեր շարքերը։ Ռիչարդ Դարմանյանին նարնջի ծառերը այս տարի լավ պտուղ կտան։ Թորնիկները կգան, կպոկեն ու անուշ կանեն։ Դարմանյանը եւ իր խարբերցի տիկինը 6 երեխա ունեն, 3 փեսա, օտարազգե եւ շատ ավելի թորներ, որոնք գաղափար չունեն, թե ինչպես պատահեց, որ իրենք ծնվեցին Ֆրեզնոյում, քաղցրահամ նարինջների քաղաքում։ Լոս Անջելես, Հոլիվուդ, 1775, Ժոզեֆս ռեստորան։ Ես կարծում եմ, որ ռեստորանի տերը հետաքրքիր մանրամասներ կիմանա Թեհլերյանի մասին, վերջապես նրա եղբոր թոռն է։ Ժոզեֆս ռեստորանը կառուցված է հունական ոճով, ոչ շատ մեծ հարմարավետ մի վայր է, ուր կարելի է գալ, երբ քաղցած ես կամ սիրտդ խմելու բան է ուզում։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, թե ով է ռեստորանի տերը կամ այսուհետև կիմանան, այս վայրը ձեռք կբերի նաև մեկ այլ անբացատրելի խորհուրդ։ Օրվա թերթերը ինչ ասես չեն գրում, սարքած սենսացիաներ, բամբասանքներ, լուրեր Իրաքից։ Ներկան Լոս Անջելեսում ոչնչով չի հրապուրում։ Տպավորություններս այս երկրից բավական տխուր են։ Ես մեծ հույս ունեմ, թե իմ ճամփորդության ամենից հետաքրքիր եւ հուզիչ պահը հենց սա է լինելու։ Այս հանդիպումը Ժոզեֆս ռեստորանում Հայաստան վերադառնալուց մեկ օր առաջ։ Թեհլերյանի եղբոր թոռը պատրաստակամ գտնվեց եւ շատ ուրախացավ իմանալով, թե ինչն է ինձ բերել իր մոտ։ Նախորոք գզրոցներից հանել էր ընտանեկան ալբոմները եւ իր հետ բերել ժամադրավայր։ Ռոբերտը հուզված էր նաև նրա եղբայրը Հովսեփը։
Ինչքան ժամանակ նրանք չեն խոսել իրենց Գերդաստանի մասին, ինչքան ժամանակ ամերիկյան կյանքի անդեմ հոսքագծի մեջ ընկած մոռացել են կամ չեն անդրադարձել, որ իրենք թեհլերյան են։ Լավ, ինչ են լսել իրենց պապի եղբոր մասին այս երկու նախկին հայաստանցի տղամարդիկ։ Սողոմոնը գիշերները չէր կարում քնել։ Հա իր ելազների մեջ ջարդներ աշկին գալիս էլի։ Սողոմոնը գիշերները չէր քնում, որովհետև աչքի առաջ իր ընտանիքի անդամների կոտորածն էր եւ Գերդաստանի 390 անդամների սպանվելու սոսկալի փաստը 15 թվին։ Անքնությունը շարունակվեց մինչև 1921 թվականի մարտի 15-ը, երբ Բերլինում լուծեց իր, ավելի ճիշտ, մեր վրեժը Թալյաթից։ Ռոբերտը պատմում է, որ իր պապը Հովսեփը տեղյակ էր Թալյաթին սպանելու Սողոմոնի մտադրության մասին եւ համամիտ էր նրա հետ։ Հովսեփը Թալյաթին սպանելու ծրագրի մեջ իր ֆինանսական աջակցությունը բերեց 200 ոսկի անհրաժեշտ ծախսերի համար։ Գործողությունից հետո Հովսեփի ընտանիքի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։ Նա ապրում էր Հունաստանում եւ ստիպված եղավ փոխել ազգանունը, դառնալով Աբրամիդիս։ Իսկ երբ տեղափոխվեց Հայաստան, դարձավ Աբրահամյան։ Անդրի ամենացը, որ ես իմ ազգանունը փոխել, որ Թելիրանը մի ատաշարի մեջ չկա Թելիրան, ես որը գոնե Թելիրանը մոտի։ Այդ ազգանունը մնա, այդ ջարդը մարդը ամեն ինչ, որ լրիվ իր պատմությունը եզնան դուրս բերել էլի ոնցատել։ Մեր կողքի սեղանին հաճախորդները վայելում են իրենց ճաշը։ Նրանց ճակատագիրը ուրիշ է, գուցե նրանք ապրում են միայն ներկայով եւ շատ տարօրինակ կթվա մեր հուզմունքը, մեր կարոտը անցած գնացածի համար։ Ռոբերտն ասաց, որ Թեհլերյանը ամուսնացել էր ամերիկուհու հետ եւ երեխա ունեցել, բայց նրանց մասին ոչ մի տեղեկություն չկա։ Թեհլերյանի ժառանգի հետքերը կորել են ժամանակների ու տարածության մեջ։ Համենայն դեպս Ֆրեզնոյի հնաբնակ հայերը նույնպես ոչինչ չգիտեին։ Այնպես որ իմ հույսերը հայրենիքի հանդեպ անանձնական սիրով եւ նվիրումով ապրած մարդու անձնական նվիրումների մասին իմանալու իդերև ելան։ Փոխարենը Ռոբերտի մեջ այդ օրը գեներն արթնացան։ Նա պատրաստ էր ամբողջ աշխարհին պատմել իր պապի եղբոր եւ ընդհանրապես իր հանրահայտ ցեղի մասին եւ պատմեց։ Պատմեց, թե ինչպես իր պապը Սողոմոն Թեհլերյանի եղբայրն առաջինն էր, որ Սալոնիկում սրճարան բացեց, որ անվտանգության համար իր երկու զավակներից Լևոնից եւ Նիկոլից թաքցրեց իրենց հայ լինելը, թե ինչպես Լևոնը պատահաբար իմացավ այդ մասին եւ փախավ տանից դեպի նավահանգիստ, որ բախտի բերմամբ թե պատահմամբ ուղևորության էր պատրաստվում մի նավ դեպի Հայաստանի կողմերը, թե ինչպես հայրը որդուն ետ բերելու համար ինքն էլ նավ բարձրացավ եւ մնաց այնտեղ, որովհետեւ նավը շաչյունով բարձրացրեց խարիսխը եւ շարժվեց տեղից։ Եվ հայր ու որդի հսկա նավի վրա մոլորված կյանքի անսպասելի շրջադարձից ետևում թողեցին բարգավաճ իրենց տունը միջերկրականի ափին, առջևում ունենալով անհայտ, բայց բնազդորեն հայտնի եւ երազելի հայրենիքի տեսիլքը։ Այդպես Թեհլերյան, Աբրամիդիս, Աբրահամյան ընտանիքը կիսվեց երկու մասի՝ Հովսեփը Լևոն որդու հետ Հայաստանում, կինը մյուս որդու Նիկոլի հետ Սալոնիկում։ Հետո Լևոնը ամուսնացավ Երևանում, ունեցավ երկու տղա, ահավասիկ նրանք Հովսեփը պապի անունով եւ Ռոբերտը Քենեդու անունով։ Պապը շատ էր հարգում այդ մարդուն։ 1975-ին 4-րդ անգամ 60 տարվա մեջ Թեհլերյանների ժառանգները նորից թողեցին իրենց տունը եւ բռնեցին նոր անհայտության ճամփան, լի ուծացման առավել մեծ վտանգով։ Նրանք իրենց հետ բերեցին այս ալբոմը, երևի մտածելով, որ եթե հանկարծ օտար ափերում ջնջվի հիշողությունը իրենց մեծ ցեղի մասին, գոնե այս լուսանկարները համառորեն հուշեն Սողոմոն Թեհլերյանի եղբոր ժառանգները լինելու երանելի փաստի մասին։ Անդրի ամենացը, որ ես իմ ազգանունը փոխել, որ Թելիրանը մի ատաշարի մեջ չկա Թելիրան, ես որը գոնե Թելիրանը մոտի։ Այդ ազգանունը